Հիմա ես գտնվում եմ Բյուրականի դաշտերում, ուղղակի բաց երկնքի տակ մի վայրում, որտեղ կայացել է նոր ձևաչափ, թատրոնի և կինոյի միքս, միաձուլում, որտեղ կա դահլիճ, կա բեմ, կան ռեկվիզիտներ, բայց ամենը բնությունից, ամենը բնական։ Սա հանդարտ մշակութային այգին է, մի նախագիծ, որ այս ամառ բառացիորեն պայթացրեց հայկական մշակութային կյանքը։ Ներկայացումներ, համերգներ, քննարկումներ եւ այս ամենը ուղակի հանդի մեջ ու բաց երկնքի տակ, որտեղ լռում է քաղաքի աղմուկը եւ որտեղ խոսքը հնչում է մի տեսակ ավելի շիտակ ու ավելի մաքուր։ Հանդարտը արդեն Երևանի թատրոններին լավագույն այլընտրանք է համարվում, այստեղ խոսվում է ամենավառ, ամենացավոտ ու հրատապ թեմաների մասին, հայրենասիրություն, կորստի ցավ, պատերազմի հետևանքներ, այստեղ հնչում է ճշմարտությունը, իսկ այս ամենի հետևում կանգնած է մեկ մարդ։ Տիգրան Գյուլումյանը ոչ միայն դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ է, այլ նաեւ հանդարտ նախագծի հիմնադիրն է։ Մարդ, ով որոշեց ռիսկի դիմել, հավատաց իր գաղափարին եւ կարծես շահեց ոչ միայն հանդիսատեսի համակրանքը, այլ նաեւ շատ ավելին։ Նա գրում է, բեմադրում, խաղում եւ միևնույն ժամանակ ղեկավարում է նախագիծը։ Իսկ ով է Տիգրան Գյուլումյանը, որտեղից է գալիս նրա այսօրվա հաջողությունը, ինչ ճանապարհ է անցել նա հասնելու համար այս ամենին։ Այդ մասին կլսենք հենց իրենից։ Տիգրան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեզ եւ հատկապես այսպիսի խառը օր ձեզ համար եւ մի կողմից հյուրեր պիտի գան մյուս կողմից ներկայացմանն եք պատրաստվում եւ շատ հաճելի է կրկին լինել այս գեղեցիկ միջավայրում։ Ով եք դուք, Տիգրան, մի քիչ կբացեք, սցենարիստ, ռեժիսոր, դերասան եւ այս ամեն ինչի ստեղծողը։ Տարիքս 45 տարեկան կբոլորեմ շուտով։ Կրթությունս բարձրագույն Մանկավարժական համալսարանի ռեժիսորական կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինն եմ ավարտել, նաև թատրոնական ինստիտուտ դերասանական բաժինն եմ ավարտել։ Ողջ գիտակից կյանքս անց եմ կացրել արվեստի, մշակույթի, թատրոնի, համենայն դեպս մշակույթի ասպարեզում դեռ մանկուց դպրոցական տարիքում ինչ-որ դպրոցական միջոցառում էր, մայրս լավ սովորացրել էր Թումանյանի Սուտլիկ, որ սկանեցել ակտիվ նստում էի բեմի վրա ու տենց մեծ ավարի պատմում էի ու սա ոգևորված բան, դերասանես ինչ լավն է, ինչ լավն է երեխեն բանում, տենց գիտեք, դերասանին առաջինը վարակումը մարդուն արվեստին կապելու առաջի վարակը լինում է հանդիսատեսի ծափը, հանդիսատեսի ողջույնը ու դու չգիտեմ լավա թե վատա, բայց այդտեղից սկսում ես դու անդադ դրան կարոտել, դու ուզում ես անդադ բան տաս հանդիսատեսին, թե ինչ դու ինքդ էլ չես ուզում, բայց դու ուզում ես անդադ ինչ որ քո մեջից բան դուրս գա գնա հանդիսատեսի մոտ, էմոցիա, հանդիսատեսի մոտ այդ էմոցիան նույնպես պատտվի հետ դառնա գա ինձ մոտ։ Մի րոպե կներեք, երեխեք նկարը հանում է, առանց աղմուկ էլի տե, խնդրում եմ։ Մի խոսքով, այդպես ստեղծվեց բեմի հետ երկրորդ երրորդ դասարանից, հետո թատերական խմբակ արվեստի դպրոց, հետո արդեն մեծացա ու արդեն ինձ համար ուղիղ մտածված էր, որ ես պետք է զբաղվեմ բեմարվեստով։ Շատ խնդալու պատմություն եղավ, գնացի թատերական ինստիտուտ, դերասանի կուրս ընդունվելու, ասեցին, որ դու դերասանի պիտանացու չես, բոյդ կարծը, կտրեցին ինստիտուտից, հենց այդպես, ասեցին ինստիտուտից կտրեցին, ասին դու դերասանի պիտանացու չես, գնա, 8 էլ չդրեցին, 6 էլ դրեցին, լավ պատրաստ բան, սենց պատճառը բոյն էր, խնդրեցի ասի գոնե պատին գրեիք, որ մեկ ու այսքանից վերև գա, չկոտրվեցի, ասեցի լավ, ուրեմն դերասանի պիտանացու չեմ, գոնե ռեժիսորի պիտանացու կլնեմ, ստեղելով բոյ չկա, նույնից սկսեցի աշխատել արդեն ռեժիսորական կուրսի համար եւ հաջորդ տարի ընդունվեցի Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորան, որտեղ առաջի տարի թատրոնական դերասանականում խայտարակռիվարի դուրս եկա։ Էլ գիտեի, որ ընդ չեմ կարող գնալ։ Արդեն հանգիստ կրվեց։ Բայց շատ գոհ եմ նաեւ մանկավարժի իմ որակավորումով, որովհետեւ ավարտելով ինստիտուտը այդ ժամանակ արդեն երրորդ կուրսից Սունդուկյան թատրոնում որպես դերասան խաղում էի, ավարտելով ինստիտուտը այդ ժամանակ կար մի ծրագիր, որտեղ դու կարողանում էիր որպես մանկավարժ գնայր սահմանամերձ բարձր լեռնային գոտի ուսուցիչ աշխատեիր
Ես ունեի մանկավարժի որակավորում, դե մանկավարժական եւ դիմեցի եւ այդ ծրագրով Գեղարքունիքի մարզ Փամբակ դարանագյուղում անցա 3 տարի անցա մանկավարժի հաստիկով որպես ծառայություն, ուղարկեցին որպես երգերաշտության, կերպարվեստի, գնացի պարվես դպրոցում մասնագետներ ընդհանրապես չկային եւ այդ տարի եկեղեցու պատմության առարկան էին մցրել եւ ընդհանրապես մասնագետ չունեին, արագ դպրոցի տնօրենին խնդրեցի, եկա ճեմարան, հետո աստվածաբանության ֆակուլտետ, աշխատեցի, վրա վերցեցի նաեւ ավաստագիր եւ հենց այդ առարկան վերցեցի, որ դասավանդը Աստվածաբան եկեղեցու պատմություն։ Ահա, որից հետո նաեւ ոչ պարտադիր առարկա էր մշակույթի պատմությունը, ես ինքս ծրագիրը մշակեցի եւ դպրոցում դաս էի տալի մշակույթի պատմություն, ոչ պարտադիր դպրոցի կամքով եւ պարտադիր եկեղեցու պատմություն առարկան։ 3 տարի պարտադիր ծառայություն էր, դա մինչև 27-ը կլրանար։ Կամ սարական էիք։ Ահա, ու հետո վերադարձա եւ անցա տարբեր աշխատանքների, աշխատանքները տարաբնույթ էին, դե դերասանի ռեժիսորի գործ սկսվեց մի պահ արդեն զարգանալ սերիալային գործերը, հեռուստատեսության այս բաների տենց հրավերներ, հետո դրանքից այնպես ստացվեց, որ Սունդուկյան թատրոնում հասկացա, որ ես պետքա թատրոնից դուրս գամ, դա բավականին վաղ էր, գիտեք, 2005-6 թիվներ, այդպես է երևի այդ ժամանակի դրվածքը, ներկայացումներից մեկում խաղում էի ու այդ ներկայացումը առաջի անգամ պետք է գներ հյուրախաղերի ու ասացին, որ դու չես գնալու է վաստակավոր արտիստ, դե հյուրախաղ ինքը պետք է գնա, որ այդ դերում երբեք չէր խաղացել։ Ես երիտասարդ էի։ Կոտրվեցի շատ, որովհետև 3 ամիս սպասում էի, հյուրախաղերը առաջի անգամ պետք է գայի։ Շատ վշտացած թատրոնից դուրս եկա գնացի տնօրենին, գերեստական ղեկավարին խնդրեցի դիմումը գրեցի, ասի ես էլ չեմ ուզում թատրոնում մնամ, հասկացա, որ մինչև ես վաստակավոր դառնամ, ծեր կլինեմ, էլի պետք չեմ, հա։ Դուրը փակեցի ու մտքիս մեջ, տենց ինքս ինձ խոստալով, էլ երբեք թատրոնում պետական չեմ աշխատի, մինչև ես չունենամ իմ սեփական թատրոնը։ Այդ ժամանակ արդեն որոշեցիք ունենալ։ Հա, բայց դա այդ պահին ինքնախոստովանություններ, ու ես երբեք չգնացի այդտեն շատ նպատակային, սկզբունքային, բայց ծրագրել էի արդեն ներս, որ մի օր պետքա լինի, որովհետև սեփական թատրոն ունենալու համար դա բավականին բարդ, երկար եւ կարեւորը դու թատրոնը դա ուղակի շենքը չի, թատրոնը դա ուղակի բանը չի, թատրոնը համակարգ է, ուղղվածություն է, թատրոնը սիստեմա է, թատրոնը տեսակ է, գույն է, դու ինչի համար ես այս թատրոնը, պատկերացրեք մեր բոլոր թատրոնները լինեն նույն տեսակ, չնայած արդեն տենց են, բայց բոլորը լինեն նույն տեսակի, ինչի համար, թատրոնը ամեն թատրոն ունենա իր ուղղվածությունը, իր հետագիծը, իր ռեպերտուարային մոտեցումը եւ այս սրա մեջ շատ բարդ էր, ես այն ժամանակ 26 տարեկան տղա էի 25 դա որպես տենց թաքուն ծրագիր ունեցա իմ մեջ ու սկսեցի զբաղվել ընտանիք բան աշխատանքով հավանաբար ժամանակ բան էր ակտուալ էր ապրելու միջոցներից մեկն էր որ դու կարողանայիր հանդիսավարություններ սկսեցի հանդիսավարությամբ զբաղվել բայց մասնագիտությունս քանի որ ռեժիսուրան էր ասեմ ավելի մասսայական հանդիսություն էր ռեժիսուրան Այս հանդիսավարության մեջ սկսեցի սցենարներ մտցնել, հետարքիր մասսայական այդ հարսանիքները ինքնատիպ բովանդակությամբ սարքել, տարբերվող, կրեատիվ ինչ-որ բաներ, որտեղ սկսեցի ուսումնասիրել մեր հայկական ազգային ծեսերը, հարսանիքի նշանակությունը, տարածաշրջանի հարսանիքների իմաստները, տարոսիկից սկսած այդ ափսե կոտրելուց, այս բանից որ ինչ նշանակություն ունի, նշանակության արմատաբանությունը, դրանից սարքել շոու ներկայացում ավելի բացվել, սենց Այդ ժամանակ ստեղծեցի բեմել ընկերությունը, որը զբաղվում էր տարբեր մասսայական միջոցառումներով ու սկսեց ակտիվ մեզ մոտ գալ հատուկ մասսա, որտեղ ես տենց բան ոգևորված կազմակերպում էի, բեմադրում էի մարդկանց հարսանիքը, որը տենց տարբերվում էր եւ կար ամենակարևորը իմաստային գիծ։ Այսինքն սիրեցիք նաեւ այդ գործը, մեջը իմաստ դրեցիք։ Դրեցի, սկսեցի սիրել, որտեղ սկսեց ֆիլտրվել մասսան, այն ավտոյի բանտաժին բանին այդ կապոտին, ֆարին կարևորություն տվող մասսան ֆիլտրվեց, որտեվ sense մասսա էր գալի, մենք կանոնապտի ունենանք 24 հատ սև 24, բանը յաշիկ, հա։ Այդ մասսան գնաց ու եկավ մարդիկ, ովքեր մտածում էին, ինչ կարանք անենք, որ ինքնատ ինչ կարանք անենք, որ ինչ-որ իմաստ լինի։
Հարսանիք ինքը թատերականացված մասսայական միջոցառում է ինքիր տեսակով, որի մեջ նշում են տվյալ հարսուփեսայի ընտանիքի առաջի օրը ի ցույց հանրությանը, որ բոլոր իմանան այսօր այլևս այս մարդիկ իրար են պատկանում, որ ոչ մեկին աչք չունենա եւ թատերականացված այդ ամբողջ ծիսակատարությունն ալիմ սա է եղել հետանոսությունից հետանոսությունից միջև հիմա սա է եղել իմաստան ընթացքում արդեն տարբեր ժամանակահատվածներ, տարբեր մեր պատմական, աշխարհաքաղաքական, ապրումի կենցաղից ելնելով տարբեր ավանդույթներ ա մտել, հա, այդպես հայտնի մեր հարսանեկան ավանդույթներից ինչ որ գնում ա, դա կենցաղի ապրելակերպի հետ եկող բաներ են, կարելիների ու չկարելիների շարքը։ Եվ որ սկսեցի դա ուսումնասիրել, փորձեցի ավելի տարբեր բաներ գտնել, ինչ տարբեր գույներ կան, ինչ բան կան, մի խոսքով սկսեցի այդ հարսանիքների ծրագիրը գնալ եւ 12 միջև հիմա մեր բեմել ընկերությունը առանձին ճյուղ ունենք Փարքաստու կազմակերպվում է ես ինքս մի քիչ Դուք գնում եք, բայց շատ քիչ հազվագիտ բայց պահանջարկում եք, չէ՞, հաստատ ուզում են մարդիկ բեմադրել իրենց հարսանիքը։ Այստեղ եմ լինում, ոնց հանդարտվել եք։ 20 տարի զբաղվել եմ դրանով, 18 տարի զբաղվել եմ ու բավականին դա էլ մի տարիք է, դա էլ գալիս է մի բան, որտեղ դու հասկանում ես, որ դու արդեն հին ես։ Ինչ որ բանով անցնում ես, Միշոտյանը ասում ես։ Դու սկսում ես ուրիշ ձև մտածել, բայց տեսնում ես այդ երիտասարդը, այսօրվա ժամանակակից երիտասարդը ու ինքը ուրիշ բան է մտածում, դու խոսում ես աշխարհից, երկնքից, գլոբալ մեծ բաներից, ավելի համակարգային ինքը չէ, դի բանից ուրիշ բան է, որ խառնվել է երկու արժե համակարգ իրար։ Եվ կորոնավիրուսի ժամանակ փակեր եւ այդ հարսանիքների թեման փակվեց բեմելը կանգնեց 36 աշխատող ունեինք բոլորը տենց 2-3 ամիս կանգնեցին բոլորին ազատեցի աշխատանքից հետո չէի կարող վճարել որովհետեւ չկար իսկ իրանցից ես ստեղծել էի մասնագետներ մեկից մոնտաժնիկ մեկից օպերատոր ինչ պետք է անի ինչ պետք է նկատի մենք ամբողջ սերվիզն էինք մատուցում բեմելով միայն հանդիսավարությամբ գնում նկարահանում էինք անում ձևավորում ու մեկը մյուսին կպած շղթայված կարմիր գծով սյուժետային գծով գնում էր մի թեմա վերցնում ենք այդ բոլորը գիտեին ինչա կատարվում դրանից բավական էր 4-5 հոգին գնային ու դու նորից ընկնեիր սկսեիր մարդ ու այդ ժամանակ էր որ փակ էր ամեն ինչ կորոնայա դե էս են հիշեցի այն մասնագիտությունը որ ռեժիսորան էր թատրոնի որին շատ սիրում էի, որին կարոտել էի, ասի լավ, հիմա կվերցնեմ մի ստեղծագործություն, մի հատ հայդասական, Սերո Խանզադյան, Հրանտ Մաթեոսյան երկու պատմվածքների միքս արեցի, որի դեպքերը սպիտակ արևներն են մեր առաջին ներկայացումն է, որի դեպքերը տեղի ունենում գյուղական տան բակում։ Դե ասեցի հիմա պետք է բեմի վրա գյուղ սարքեմ, գյուղական տուն, տեսարան, արհեստական, գնանք մի հատ գյուղի տուն վերցնենք, աթոռները դնենք հանդիսատեսին հրավիրենք, թող գան դնստեն նայեն, ոչ մեկին չենք խանգարում, օրենքն է պաշտպանում ենք։ Այդպես առաջին ներկայացումը արեցի, ոչ մեկ չհավատացին, ընկերներս ինձ դուխաթափ չանելու համար համաձայնվեցին, որ խաղան։ Դերասանները, որ գյուղ գնացիք ու գնացիք։ Սամուսավան, եկեղեցուն կողքը մի հատ տուն կար այդտեղ։ Ու տենց աֆիշ սարքեցի, սպիտակ արևներ, Սարգսյան Արայիկ, մի լավ ընկերը Գրետա Մեժլումյան, մյուսը տղաս էր, երեխայի դեր 3 կերպարներ էի։ 70 հանդիսատես իմ նման խենթ եղավ, տոմս վերցրեց եկավ։ Ես ստացեցի եթե 70 մարդ եկել ուրեմն 7000 էլ կգա։ Այստեղ մնում է ճիշտ մոտիվացնել։ Մի շաբաթ հետո եկան 140 հոգի։ Մի շաբաթ արդեն 200 հոգի։ Նույն ձևի գովազդա գնացել, նույն սոցարտակում, այն 70-ից ինքը խոսքից խոսք բերանա տարածվել։ Ներկայացումը միջև հիմա ապրում է, ներկայացումը միջև հիմա կա, եւ այդ ներկայացումը դարձավ պատճառ նույն հանդիսատեսը սկսեց ինձ խնդրել, գիտեք, էլ ինչ կլինի, հաջորդ ներկայացումը ձերը երբ կլինի, հաջորդ ներկայացումը երբ կլինի։ Ու հասկացա, որ հիմա այս ներկայացումները ստեղծում է թատրոնի պանջ, իսկ ավելի ամուր լինես, մենք աթոռները վարձում գնում ենք մեկի տան բակում, ռեկվիզիտա, դեկորը, ճամադանների մեջ, ճամպրուկների մեջ, շորերը, դերասանների, սենց թափառաշրջիկի պես, դա չի կարող թատրոն լինել, բայց գնալով հանդիսատեսը անդադ ուզում է։ Պահանջարկը տեսնում էիք, զգում էիք։ Ու այդ ժամանակ Արցախյան հայտնի դեպքերը տեղի ունեցավ։ Ես էլ նայում էի գրականություն հայ, որպեսզի խնդիր էի դրել։
քանի որ մեր հայ թատրոնում դա չկա, որևէ մեր հայ թատրոններում դա չկա պահպանված։ Ներողություն եմ խնդրում, բայց իրականությունն եմ ասում։ Ստեղծել մի թատրոն, համենայն դեպս երկար ժամանակ, որտեղ խաղացանկում կլինի միայն հայի մասին, հայ գրականության, հայ ժամանակակից թե դասական գրականության։ Ուղղակի միայն հայի մասին։ Հայ մարդու, հայ գյուղացու, հայ ազնվականի, հայ չինովնիկի, բայց հայի մասին։ Եվ այդպես էլ անում եք։ Եվ այդպես էլ անում ենք։ Առնվեց ներկայացում, կարծեմ, հա, վեցնել նույն սկզբունքների։ Այո, նույն սկզբունքների վրա է։ Եվ Ստեփան Զորյանի պատմվածքների շարքն էի նայում, հիշեցի, որ վաղուց երեխա ժամանակ ցանկապատը կարդացել էի, աղոտ էի հիշում, նորից կուզեցի կարդամ։ Երբ որ պատմվածքը կարճ պատմվածքա նկարագրությունը կարդացի, ցանկապատի երկու արևանների կռիվ, մի կողմից թշնամին մտել է գյուղ, սրանք էլ կռիվ են անում ցանկապատ, ու միանգամից այս կենցաղը, ինձ այս ցանկապատը դարձավ ավելի մեծ ու մենք ես հասկացա, որ նաև Արցախում էր տեղի ունենում մենք ամբողջ օրը ստեղ իրար կողք իմ դրան քառակուսի մետրը պետք է ավելի բարձր լինի, քո դրան քառակուսի մետրից իմ պարիսպները ավելի լավն են, քո նվատն են, իմ մեքենայի բանտաժներն ավելի լավն են, քո նվատն են, բայց հայրենիքա գնում ու երբեք դրա բան, այսինքն մեզանից մեր ցանկապատի մեջ կա, դուք ոնց չեք հասկանում, որ հայրենիքը հողը սահման չունի, հողը անսահման է ու հողը պատկանում է նրան, ով գիտի դրա արժեքը։ Այսենց եք մտածել, որ հայրենիքի մասին անցյալով եք խոսում։ Այսենց եք մտածել, որ հազար անունով Հայաստան ունեք, էլ Արևելյան, էլ Արևմտյան, էլ Լեռնային, էլ Դաշտային, Տաճկա Հայաստան, Պարսկա Հայաստան, Թերքա Հայաստան, ու այսքան Հայաստանների մեջ մի կարգին առաջնորդ չունեցած, որ այս բոլորի ցանկապատները քանդել ու սարքել մի Հայաստան։ Այսենց եք մտածել, 900 քառակուսի հողը ցանկապատված ու վերջ։ Ոնց չեք մտածել, որ այդ 200 քառակուսին վաղը դառնալու է 2 քառակուսի ու անհիշատակ կուլ տածես։ Ոնց իրականում մեր համար հողի արժեքը վատ, չգիտեմ, բայց ես այս ներկայացումով եւ այս բանով ես ինձ որպես հայ վատ տեսակի կամ էգոիստ տեսակի կամ պետական մտածելակերպից պետական ինստիտուտից իրական արժե համակարգից կտրված միայն ինքն իր համար իր սահմանափակ իր 100 քառակուսի մետր 200 քառակուսի մետր հողը ու վերջ տկած այն մնացածը ինչ կլ այս պինդը լինի լավ զաբորն լինի փակ դարպասները պինդ իր մեջ բիսեդկա մաղալը թող ստաղ լավ լինի թե հետո ինչա լինում ամեն մեկը թող իր գյուղը պահի ոնց որ ներկայացման մեջ էր ես գրող չեմ դրամատուրգ չեմ խնդրեցի չեմ ուզում անունները տամ մեր հանրության մեջ շատ հայտնի, քաչ հայտնի սցենարիստներ, դրամատուրգներ գնացի, վճարեցի, խնդրեցի, պատմեցի, սյուժետային գծերը ոչ թե չկարացին գրեն, ուղղակի չկարողացան տան այն ինչ որ ես իմ ներսում զգում էի եւ ուզում էի դա դառնալ Եվ ես որոշեցի, որ ես պետք է գրեմ, ես չեմ կարող կամպտրով հավաքեմ արա գրեմ, հեռախոսով գրեցի ցանկապատ ներկայացման պիեսը, հեռախոսով, մշակելով ու նույնականացնելով և տեսա այդ ընթացքում նաև անպայման պատմական ակնարկ կա լինում դու ժամանակաշրջան 20-րդ դարի սկիզբ 1920 թվական ժամանակաշրջան ես նայում, հետո լիքը նմանություններ համընկումներ։ Եվ արդեն փաստորեն 150-ից ավելի անգամ 3 տարվա ընթացքում անշլագով խաղացել եք ներկայացումը ու այսօր էլ հավանաբար անշլագա սպասվում, որտեղ ես տեսնում եմ դուք անընդհատ աթոռներ եք ավելացնում։ Եվ նախորդ անգամ էլ մենք ուզում էինք դիտել ներկայացումը, ճիշտ է պատահաբար տեսա, որ մեկ շաբաթ առաջ արդեն չկար տոմս։ Որն է որպես սցենարիստ դուք գիտեք ինչ աշխատեց էլի, հատկապես այս մեսիջները գրավեց մարդկանց։ Ես եթե անկեղծ ասեմ, մի քիչ կարող է պաթոսախեղտ լինի կամ չգիտեմ ինչ լինի, բայց ասեմ անկեղծ։ Որն է դրա պատճառը։ Անկեղծ ենք, չենք խաբում։
ուղղակի անմիջական ենք մեր արած գործի մեջ։ Գիտեք, թատրոնը ինքը գեղեցիկ սուտ է։ Որպես այդպեսին երևույթը սուտ է, մարդը տոմս առնում գալիս է իրան խափեն։ Ինքը գիտի, որ այդ դերասաններն են, այդ կերպարները չեն, որ ինքը ուրիշ ժամանակաշրջան չի, ինչն է տեղի ունենում, սա սուտ է։ Այսինքն մի քիչ ճակերտներով հասկացեք, բայց նաև իրական։ Այսինքն պայմանական է էս։ Հանդիսատեսը փող է տալիս, տոմս առնում, որ գա, որ իրան լավ խափեն։ Եթե իրան վատ են խափում, ինքը ասում է կեղծել է թատրոնը։ Սուտ էր, ինքը չի հավատում։ Կեղծել դերասանը, ամենից սուտ է, որտեղ իրան վատ են խափել, ինքը չի խափվել։ Հիմա դե դու իրան լավ ես խափում, ինքը հավանում է։ Մենք այստեղ լավ ենք խափում, որովհետև չենք խափում։ Դուք դրան խափել եք ասում, հիմա ես էլ ասեմ, ես ինչ եմ զգում որպես հանդիսատես եւ ինձ նման շատերը հավանաբար, որովհետև կողքիս արձագանքներից էլ էի զգում։ Մենք հիմա այն ժամանակներ ենք ապրում, երբ մենք բողոքում ենք, որ մեր ինտելիգենցիան լուր ու համրա մեր ունեցած խնդիրների առջև։ Մենք չենք խոսում մեր կորուստների մասին։ Մարդիկ, չգիտեմ ինչ պատճառներով գերադասում են լռել, մինչդեռ հասարակությունը սպասում է։ Իսկ այստեղ խոսվում է այդ մասին։ Խոսվում է իրականության, մեր կորստի մասին, Արցախի կորստի մասին դուք Կարսի օրինակով եք խոսում։ Այդ կարծում եմ այդ մեսիջները տեղ է հասնում եւ ինձ թվում է մարդիկ նաեւ դա լսելու համար են գալիս։ Եվ այսօր ասացիք, որ գործող վարչապետն է գալու, ներկայացման ընթացքում անուններ են հնչում, որոնք ակտուալ են, նաև հնչում է Նիկոլը, ում բերեց Լևոնը, Պաուզա, Շանթը, այսինքն հետ առաջ եղանին Սա թատերական մի փոքր հասկացա։ Ուզում եմ իմանալ, սա էլի հնչելու է մենք ներկայացում գնալու այնպես, ինչպես եղել է։ Ոչ մի բառ ներկայացումից դուրս չի Ձեր համարձակությունը ոչ մի բառ դուրս չի գալիս, ինչ որտեղ լռելու եք, բայց ինչ որտեղ պատրաստվում եք լռել կամ ոչ մի տեղ, ոչ կա, նույն ձևով գնալու է ներկայացումը, կարող եք նայել։ Գիտեք ինչ, եթե դու պետք ինչ-որ մի բանի մասին խոսես, որտեղ վախենաս, որ խոսում ես, մանավանդ թատերական լեզվով, ուրեմն լավա չխոսես, բայց կապլից ես որևէ մեկին, որևէ իմ մասնագիտության մեջ, ոչ ուզում եմ վիրավորեմ, ոչ կպնում եմ, ոչ էլ եթե միջև անգամ բան լինի, որ իմ մեջ պայթուն լինի, որ ես պետք է վիրավորեմ, ես թատերական լեզվով հանդիսատեսի մոտ դա չեմ անում, դա ինձ համար գռեհիկ է։ Դու արա մի բան մարդիկ կհասկանան ինչն է, որն է, որտեղ է գիտես։ Թատերական եւ արվեստի լեզուն, երբ որ դու տանում ես ուղիղ ասելիքի, ուղիղ ճակատին թքելու, ուղիղ ինչ որ բաներ ասելու, ուղիղ լավ ասելու, ուղիղ վատ ասելու, դա արվեստի լեզու չի։ Եվ ես իրավունք էլ չունեմ դա ասել, դա բան է, հրապարակախոսություն է, դա հոդված է, դա ստատուս է Facebook-յան, դա բամբասանք է։ Միգուցե սա էլ ձեր հոդվածն է, ստատուսը հրապարակը։ Իմ մոտ կոնկրետ դասակերպարներ են, հայ գյուղացիներ են, տվյալ ժամանակաշրջանը, խաղում են ժամանակաշրջան եւ որևէ ձևով ուղիղ որևէ մեկին որևէ բան չեմ ասում։ Հիմա նաև խոսենք ձեր կերպարի մասին որպես դերասան, ինչը նույնպես օրինակ ինձ համար հայտնագործություն էր։ Նախ դուք չեք վախենում ընդգծել ձեր առանձնահատկությունները, ասենք դուք եւ Մկոն կանգնում եք կողք կողքի, ինձ թվում է թե դուք դա հատուկ եք արել նաեւ։ Գիտեք ինչ, թատրոնում բեմի վրա շատ օգնում է, երբ որ կերպարները, մանավանդ գյուղացիները լինում են տեսակներ, խարակտերներ, բնավորություններ, հակա բաներ է տեղի ունենում։ Միանման սիրուն բոլոր պուպուր դեմքերով հետաքրքիր չի։ Տարբեր չէ, կյանքում էլ անդադ տեսնում ես գեղեցիկի կողքը տգեղը, լավի վատը վատը։ Չէ, ես գեղեցիկն ու տգեղը նկատի չունեմ, ես հակադրության մասին եմ ասում, կուրսերի մասին եմ եւ ձեր համարձակության մասին եմ ասում, որ դուք Աստված ինձ բոյն է տվել, Մկոյին այդ բոյն է տվել։ Այստեղ բացարձակ բան չկա, ես չեմ կոմպլեքսավորվում ոչ իմ բոյից, ոչ էլ Մկոնն է կոմպլեքսավորվում իր բոյից։ Երկուսդ էլ չեք վախենում ծիծաղեցնել, հասկանում եք այդ խոսքը դրա մասին է։ Չէ, մանավանդ եթե դուք նկատել եք մեր ներկայացման մեջ մենք ղդիկ չենք տալի, չենք ծիծաղեցնում եւ դրա վրա չկա։ Ինքը
ի տարբերություն հումորային այն ժանրի, որտեղ որ բառախաղի, ինչ որ տեքստով ծիծաղեցնելու կոնտեքստի վրա, ես ոչ թե չեմ սիրում, իմը չի, ես սիրում եմ շատ մեր բոլոր ներկայացումների մեջ դրված այն հումորը, բայց այդ հումորը լինում է սիտուացիոն, իրավիճակային հումոր։ Եվ այնքան արագ կոմեդիայից անցնում տրագեդիայի։ Իրավիճակային հումոր, ոչ թե բառախաղի, ոչ թե շուտկաների հումոր, հա։ Եվ իրավիճակային հումորի մեջ տեղի ունենում շատ լուրջ պատմություն։ Եվ այդ իրավիճակային հումորի մեջ նաև այս բոյերը պետք է, որովհետև այս երկու հարևանները պետք է սենց լինեն իրար միս ուտելուց։ Բանն եմ ասել։ Արա ամոթ չեք անում։ Այ աննամոթներ։ Ինչ ա եղել։ Ինչ եք իրար միս ուտում։ Հա։ Թե ոչ։ Դու մի հատ քեզ նայ բոյիդ նայ ամոթ, այ տղա ամոթ։ Տոբադուր։ Ինչ ա եղել։ Ինչ եք իրար միս ուտում։ Հա։ Կարապետ ջան։ Ես իմ ամեն ինչ կպատմեմ։ Եմ որ դու գնացիր, մենք մեր համար ուտում խմում էինք, քեֆ էինք անում, այս անկուշտը, այս ագահը, այս անթասիբը, պարեց ցանկապատը շուրջ տվեց հերիք չի, վերցրեց իմ ոտնաչափից, իմ հողից երկնով ոտնաչափ խլեց, իր ուզած տեղը դրեց։ Ինքը անկուշտ, ագահ, իր հերը անկուշտ ու ագահ, պապը անկուշտ ու ագահ, ինձ ասում անկուշտ ու ագահ, Տարուտեր ջան, դու իրան ասա որ եսի իրա, եկած պապական ճիշտ ենա, թոտ կլխրանիշ լոլը չկարդա։ Տարուտեր ջան, ինքը շատ լավ գիտի, որ պապական ճիշտ եղեց խալա, ու իրա հերը ուղելա, էլ ուրիշ բաներ թող չխոսա։ Տարուտեր ջան, դու իրան ասա, որ եթե հատլակ ինքս կնիկ խոսում ես էլի։ Տիգրան, եւ գնանք նորից նախագծի ստեղծման արմատներին, սկզբին ու նաեւ ընթացքին բավականին հայտնի դերասաններ են ընդգրկված այստեղ, ինչպես հավատացին, եկան, ով չէր հավատում, ով միանգամից հավատաց ու եկավ խաղաց, նույն Մկրտիչը, Արզումանյան, Ջուլիետան, Ես Մկրտիչ Արզումանյանին ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն ասել, որովհետև այս ամեն ինչի մեջ իր բարությամբ ու իր հավատով ինքը կանաչ լույս վառեց։ Գիտեք, այնքան դժվար է, շատ դժվար է մարդկանց համոզել, եկեք գնանք Չոլում խաղանք։ Դու ուզում ես անես, բայց եկեք գնանք հանդում խաղանք, էլի։ Ինչ ես խոսում է, ինչ ես խոսում։ Երբ որ ցանկապատը գրում էի, արդեն վերջանում էր, ու Մկրտիչ Արզումանյանի նկատի ունեի անպայման, լավ իմ ընկերն է, Մկոյին առաջարկեցի, ասի Մկո ջան, պետք է այս անենք, սենց սպոնց, սում հա գնում ենք, մինչև այդ Սպիտակ արևի փորձը կար, ինքը մի քիչ տեղեկացված էր։ Գրեցի պրծա, հանդիպեցինք, ասի կարդա։ Կարդացինք, ոս շատ է դուրս գալիս։ Ասի, բայց դες գլխավոր կերպարը դու չես, գյուղապետն է։ Գյուղապետին արդեն աչքի առաջ ունեինք ով լինելու։ Հələ չէ։ Ասի գյուղապետն է, բայց դու ես կերպարը պետք է խաղաս, ասից հա։ Ու ասի Մկո ջան, դե հիմա սա մոռանում ենք որպես կոմերցիա, որպես ստեղծագործություն, որտեղ գնում ենք իրար հետ կամ հաղթելու կամ պարտվելու։ Փորձենք էս անել ու թատրական ասպարեզում սա երկրորդ ներկայացումն է մեր ոլորտում, որը կդառնա հետարքիր մի իրադարձություն, տեսնենք ոնց կաշխատի։ Մկոս շատ բանով առանց որևէ բանի համաձայնվեց ու տենց ոգևորվեցինք, մնացած կաստինգ արեցինք, դերասաններին հրավիրեցինք, սկսվեց աշխատանքը կարճ ժամանակում արդեն բեմադրեցինք ու խաղացինք առաջինը էլի Սամոսավանում, որտեղ Սպիտակ արևն էին խաղացել, հետո դարձանք թափառաշրջիկ, այս այգին էինք վեկալում վարձով, այն մարդու այգին, այն մարդու տունը։ Եվ վերջում ես հասկացա, որ հանդիսատեսի մի լավ բանակ կպել է ինձ ու անդադ գալիս է եւ սա դարավ ձեռագիր եւ դարավ, որովհետեւ ես միշտ վախենում էի, որ թատրոնս չունենա ուղղվածություն, չունենա ձեռագիր, ես նրա մասին ասում էի, որ ես հասկացա, որ ձևավորվում է թատրոն, որը ինքնատիպ է, ունի իր ձեռագիրը եւ խաղացանկային զբոսաշրջիկները բերում, հա, կարծես արդեն տուրիստական ուղղություն է դառնում հանդարտը նաեւ։ Հա, շատ են գալիս եւ դրսից զանգում պատվիրում են, օրով տոմս են առնում։ Այսինքն մարդիկ բացի բնությունից, հայրենիքից, լավ ուտեստներից խոսքի կարիք ունեն։ Նայեք, ես ձեզ ասեմ, ինձ համար շատ զարմանալի է, ես վիճակագրական տվյալներ եմ հանել։ Անունները չտամ, երկու հայտնի պետական թատրոն միասին, շատ հայտնի ձեզ։ Միասին, մեր
մեր թատրոնների երկու հայտնի պետական թատրոնի մեկ ամբողջ տարվա տոմսերի վաճառքը 50 անգամ քիչ է եղել, ինչ մեզ մոտ 6 ամսում։ 50 անգամ 50%։ 50%։ Փառահեղ է, բրավո։ Մենք այս տարի արդեն հասցրել ենք մայիս ամսից մինչև հիմա ունենալ 52,000 հանդիսատես։ Ես այս տարի պետբյուջե վճարել եմ 18 միլիոն դրամ հարկ։ Քիչ խոշոր հարկատու եք դառնում։ Ես պետությունից 10 դրամ չեմ վերցրել ուրիշ թատրոնների ման։ Պետական թատրոնները տարեկան 2-300 միլիոն դոտացիա են ունենում թատրոն պահելու համար։ Ես չեմ վերցնում։ Հենց այդ մասին եմ նաև ուզում խոսել, որովհետև մենք հասանք արդեն գործարար Տիգրան Գյուլումյանին։ Դուք 1-2 հարցազրույցում լսեցի, որ դուք եւ շեշտել եք, որ պետությունից չեք վերցրել եւ որևէ հովանավորի չեք դիմել, որևէ մեկին եւ վարկերով, հա, ձեր միջոցներով կամ գուցե պարտքով, չգիտեմ։ Պարտքով, տունցախելով։ Այս ամենը այսօր էլ օրինակ գալու են չեք դիմելու, որ օրինակ այս ճանապարհը կարելի է սարքել կամ եթե ձեզ առաջարկեն օգնություն։ Եթե առաջարկեն ինչ խնդիր կա, կասեմ այս խնդիրները, բայց ես չեմ դիմի։ Դուք չեք դիմի։ Ես կդիմեմ միայն այն բանին, երբ որ անհնարին է եւ վարչական է եւ օրենքի նախագիծ կա, որ այդ ձևա, օրինակ իմ այդ խնդիրը ունեմ։ Ինչա դա։ Օրենքով ասում է հասարակական տարածքը պետքա մայրուղուց լինի 50 մետր հեռու։ Չի թողում։ Այս տարածքը գյուղնշանակության է։ Ես մայրուղուն 50 կպած մետր հեռու չեմ կարող ունենալ այս հմայքը եւ սա դառնա այս թատրոնը, որովհետեւ ինքը երևույթը ոչ միայն Հայաստանում է երևույթ, այլ ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհում է բացարձակ երևույթ։ Աշխարհում շատ կան բաց ներկայացումներ, որոնք շրջի գնում են բացօթյա խաղում են ստեղ-ընդեղ եւ որպես ներկայացում վերջանում է, բայց որպես կառույց ստաբիլ թատրոն չկա։ Մեկ եղել է անտիկ դարաշրջանում, մեկ էլ, որպես երևույթ ինքը, եւ ձևն է այսպես։ Հիմա օրենքը թույլ չի տալիս, բայց ես պետք է ունենամ նաեւ հնարավորություն, որտեղ հասարակական է, որտեղ վաղը ինձանից փառատոն են ուզում մեծ տեղ կազմակերպեն, մեկը մի ուրիշ, մեկ, այսինքն ես ունենամ տեղ, անձնագիր, այս թատրոնը ունենա անձնագիր, որտեղ ես կարողանամ անել։ Հիմա այդ անձնագրին եթե օրենքը թույլ տա, գնամ օրենքով անեմ հասնեմ։ Բայց եթե օրենքը թույլ չի տալիս, ինչ որ բան պետք է մտածել, ինչ որ հնարավորություն տալ, որպեսզի այդ կարգավիճակը լուծվի։ Տիգրան, մեծ թվերի տակ եք մտել, կներեք, ուղիղ եմ հարց տալիս։ Գիտեք ինչ է, հա, որովհետև մարդիկ կան, շատերն են ուզում իրենց երազանքը ստեղծել, ունենալ եւ այլն, բայց ռիսկ չեն անում վարկ վերցնել, ինչ որ քայլ անել։ Ես հասկանում եմ, դա պետք է լինի իրատեսական ռիսկեր, դուք քչից եք սկսել, բայց հենց այդ Գիտեք, սենց ասեմ անկեղծ, ես ինքս էլ չեմ հասկացել ոնց է ստացվել։ Ես ժամանակին այն բեմել էի, որ հարսանիք էր անում 1500 քառակուսի մետր հող ձորախբիրում, որպես տենց հող վերցել էի, որ տուն բան դա չի, ասենց մի բան լիներ, շուտ։ Հետո երբ որ ես իդեան եկավ, ես հասկացա 1500 մետր քառակուսի մետր հողը շատ քիչ է, ինձ մեծ հողապետ, պարկովկե, կեսես, սկսեցի Հայաստանով մեկ հողեր ման գալ, գնացի Գառնի ու տուրիստական ուղղվածություն էի ուզում, որ նաև հետարքիր լիներ, հետո գնացի Գառնի, տեսա կներեն Գառնի, բայց բանա, քյաբաբանոց է, որտեվ 4 կողմը բառաբից երաժշտություն է, չէր կարա ստեղ մի բան ունեն դեղից, մի ուրիշ տեղ, բայց պետք էր որ Երևանից շատ հեռու չլիներ, որպեսզի ինքը ունենար էս։ Սովորական սոցկայքում տեսա այս հողը վաճառում են։ Մեծ էր, մոտ 8000 քառակուսի մետր էր, հա։ Բայց տեսա 8000-ն էլ է քիչ, որովհետև պարկովկա էր, պետք բան ինչից։ Հողը գտա կողքի հողերը, որոնք կարա սկսեցի մտքով գցել, այդ մարկանց գտա։ Եվ ստացվեց այնպես, որ ձորախբիրի հողը վաճառեցի, կարողացա։ Մի քիչ վարկ վերցրեցի, միայն հողի հարցը լուծեցի, բանկի մնացի $20000 պարտք։ Միայն հողը վերցրեցի։ Ու ես որոշել եմ, որ դա աշունն է, ես գարունը պետք է սկսեմ թատրոն սարքել, բայց ես $20000 պարտք ունեմ։ Հետո տուն, տեղ, ընտանիք, մամա, պապա, բան, ոչ մեկ դու գիժես։ Ասացի, չէ, տունը դնում եմ վարկով։ Որտեղ որ Երևանում տունն է։ Լավ ես մտածել, որ չկարողանաս, սալս փողոցում ենք ապրում։ Հաս փողոցում ենք, նույն հող վաճառենք, կգնանք նորից այդ տունը հետ կբերենք։ Մի խոսքով, տունը դրեցի վարկով, հետո սկսեցի դիմել ընկերներիս,
պարկով ինձ գումար կտակ մի քիչ, պարկով ինձ գումար կտակ մի քիչ, շինարարություն եմ անում, հիմա կտամ։ Ով կարողացավ տվեց, չգիտեմ, $100 էլ այդ ժամանակ գումար էր ինձ համար։ Անցյալ տարի ապրիլի 1-ից առաջի հոսանքը քաշել եմ ու սկսել ենք սարքել սա։ Հետո տեսա, որ կանգնում եմ բարդությունների առաջ, սկսեցի դիմել տենց ուղղակի գնալ շինարարության խանութներին, խնդրել ինձ կտակ տախտակ, ինձ կտակ երկաթ, ինձ կտակ մեղ, բանվորները գալի աշխատում էին, ասում եմ պիտի աշխատեք, խնդրում եմ, ես ձեզ 2-3 ամիս կուշացնեմ։ Ու այդ ընթացքում ինտենսիվ ներկայացումների ու համերգ, մի կողմից շինարարություններ գնում, մի կողմից ներկայացումներ, մի կողմից համերգներ, պոեզիայի երեկոներ, ահա։ Հետո այդ տոմսերն էի վաճառում, հետո այդ տոմսերի վաճառած գումարները տալիս էի Շինյանյութի SSS, հետո դերասաններին խնդրում էի, ասում եմ հիմա տոմսերը վաճառելու եմ, բայց ձեր գումարը մի ամիս ուշ եմ տալու, որովհետև շինարարություն եմ անում, սենց է լինելու։ Իսկ ձեր կողքը մարդ կար, թե մենակ եք, ձեր կինը օրինակ, չգիտեմ, երեխաները, որոնք հիմա բոլորը ձեր կողքին են, ով էր ձեզ հավատում բոլորը։ Բանը, ուզեին թե չուզեին, արդեն որպես դե կործանվում են, բոլորս են կործանվում։ Նույն նավի վրա էին, նավապետն էլ որոշել է։ Ուղղակի կինը շուշուտ ձեռս քաշում էր, որ շատ չխորանայի այդ ալիքների մեջ։ Բայց դուք ոնց որ թե խորացել եք, ինքն էլ ձեզ հետ։ Ահա, դե բան, հենց ասում էր, լավ, մի քիչ համպելի, շատ մի մտի, մի քիչ, այդ, բայց լավ զսպաշապիկ է եղել։ Հիմա պարտքերը կան դեռ թե մարում եք, կայուն վիճակում եք, թե։ Չէ, մոտ 70%-ը մարել եմ։ Օ, շատ լավ։ Դերասաններին կարողանում եք բարձրացնել հանդիսատեսի ծափերի։ Եվ գումարների միջոցով։ Խոսք բոլորը գոհ։ Արդեն։ Հա, հետո այդ հարակից ստեղծեցեց փոքր սննդի կետերը, որոնք նաև այդ մնացած ամորտիզացիոն ծախսերի հարցն է լուծում։ Եվ նաև մարդիկ գալիս են երկար ժամ քաղաքից դուրս, ամեն ինչ նույն տրամաբանության անընդհատ մարդիկ են գալի, լիքը տուրիստներ եկել են, ամեն մեկը այսպես համարներ են թողում, որ րոպեին պատրաստ ենք, մենք այնց էմոցիա ենք ստացել, որ պատրաստ ենք, անշահախնդիր գումար, մի րոպե եթե դու մտածես սա փողի համար կանգնելու է, ուրեմն մենք վատ կզգանք մեր երկրում, հանկարծ տես բան լինի, կդիմեք մեզ, մենք պատրաստ ենք, սա չպիտի կանգնի։ Սա տեսակա, որտեղ մենք այսքան տարի, այսքան զգացողություն չենք ունեցել։ Թատրոնը ցավոք սեզոնային բնույթ է կրում եւ ես նայեցի ժամանակացույցը կարծես սեպտեմբերով ավարտում եք, հա, մինչեւ եղանակները արդեն։ Անցյալ տարի մինչեւ նոյեմբերի 3-ը հասցրել են խաղանք։ Նայում ենք եղանակին, Աստծո տված պարգևին, հնարավոր լինի խաղանք, խաղում ենք, հնարավոր չէ, չենք խաղում։ Իսկ երբ որ ցրտեց, ինչա լինում թատրոնի հետ։ Նայեք, այս տարիների փորձի ժամանակ մենք դա նույնի բեմական տարբերակ ունենք։ Ես հյուրախաղեր եմ մարզերում գցում, որովհետև շատ մարզերում չեն կարողանում գալ, գնում ենք մարզերի փակ դալիճում, նույն ներկայացում, մի քիչ ուրիշ տեսք ունենում, այնտեղ ենք խաղում։ Իսկ այստեղ անցյալ տարվա պատմությունն է, այն մեկ դալիճ ունենք այդ սրճարանային հատվածը, որտեղ պոեզիայի երեկո են կազմակերպում, հանդիպում արտիստների հետ, ինչ-որ փոքրիկ այդպես երաժշտական օրեր ենք անում, հա, ասես փոքր կլուբնի, բայց մշակութային։ Ձմռանը ապրում է թատրոնը, այսինքն մշակութային ձևաչափը կա։ Հա, այս տիպի է, այնքան ոչ ներնի, լինի, հետո նորից գաղունը բացվի, բայց պարկասում ենք մի սեզոնում այնքան են կարողանում անել, ինչ որ մի տարում կբավարարի ուրիշներին։ Ես չեմ ուզում կորցնել, ես չեմ ուզում փակ տանիք լինի, ես չեմ ուզում գնանք ծածկի տակ, ես չեմ ուզում ինքը, որտեվ կորցնենք, որտեվ էս ուղղվածությունը սա է։ Հիմա կա մի բան, ինչից վախենում եք այս նախագծի համար։ Ես վախենում եմ ժամանակս չերիքի են, ինչ-որ մտածել եմ, այդքան անեմ։ Դա բնական վախ է, դա թող հերիքի ձեր ժամանակը Տիգրան, այս հիանալի ստարտից հետո զարգացնելն էլ էլի քիչ գործ չի, էլի մարդիկ կան կարողանում են, լավ սկսում են ու մեկ էլ այդքանով լճանում կանգնում է, զարգացման ինչ ծրագիր ունեք։ Գիտեք, նոր ներկայացումներ, նոր։ Իհարկե։ Մյուս տարի պատրաստվում ենք էլ այդ իմ խնդրի մտքերից մեկն է։ Ես մի հատ միստիկ ներկայացում եմ ուզում բեմադրեի, մի քիչ որ ավելի երիտասարդներին, մի քիչ sense կներեք sense ուժսի պես, մի քիչ ինչ-որ բան անսովոր պատկերներով, բաներով sense լիներ, գիշերը լիներ, ներկայացումը 9:30-ին սկսվեր, այս ծառերի արանքից ստվերներ, պատկերներ, բան, ինչ-որ բաներ տեղի ունենային, sense հետարքիր մի բան լինի, լույսերի բան,
բայց հետո գալիս էի հակադրվում էի իմ հայ դասականի հետ։ Չէ, իմ թատրոնը պետք է լինի հայի մասին, բայց դրանք այդպես ուրիշ բաների ու մեկ էլ հասկացա, որ Լորեցի Սակոն իրականն է։ Եվ Լորեցի Սակոյի տեսիլքները, որը տատին պատմել էր, դևերի, դերվիշների ու Սակոն արդեն մեծ բանը հաղթանդամ տղամարդ, բայց աչքին գալիս էր տատու պատմած դևերը, բաները, որը տարավ խելացի, հեթանոսության, բաների սնապաշտության ու բանի բախումը մարդուն կործանելի, մինչև այլ կա շատ նույնականացված գծեր, քան թե մենք այսօր ոնց ենք նաև գնում այդ սուտի հետևից իրականը թողած ու այդ սուտի հետևից ոնց կարան կործանեն, գաղափարը դա է դրված եւ այս սցենարը արդեն համարյա պատրաստ է եւ մյուս տարի մենք ունենանք Թումանյանի Լորեցի Սակոն, շատ շակերտներ չեն բացում թե ով է խաղալու Սակոն եւ նոր դերասան է մեր թատրոնի դերասաններից այսօրվա դերկացված դեր կոնալիներ դե նախնական պայմանավորվածությամբ այդքանը կջնջեք Լորեցի Սակոնը լինելու այդ գիշերային ներկայացում մի ներկայացում կա, որի պատմությունը շատ միամիտ ծնվեց Ամերիկայից գալիս էի Հայաստան ցանկապատ ներկայացումն ենք տարել Միջև տանելը ես գնացի տեղանք բան, որովհետև ուզեցի որ անպայման սենց բաց ֆորմատի լինի ու Ամերիկայում առաջի անգամ ես գնացի գտա Սիլմարիում մի հատ ռանչո, որը շատ նման էր մեր հայկական լեռնաշխարհին ու հենց այդտեղ ոնց որ կար ու Ամերիկայի համար, մեր հայ համայնքի համար լոսում շատ զարմանալ էր ոնց գային, իրանք էլ 25 րոպե քշեցին եկան, ինչ որ բանի մեջ էին, մի խոսքով սենց ներկայացում խաղացինք եկանք։ Պապու թորը էին դիմաց նստած, պապին թորը շատ վատ էր հայերեն խոսում, չէր էլ խոսում անգլերեն, սենց ականջող ուներ ականջին, մազերը կապույտ գույնի Պապին խնդրում էր, որ Հայաստան հասնեն, հանի ու բան անեն, որտեղ դա ճիշտ չեն հասկանա, թորը ասում էր, որ տենց վայրենի տեղ է, խես ինձ տանում։ Ու բախում էր։ Ծիծաղում էի մտքիս մեջ։ Հետո ծնվեց մի ներկայացման թեմա, որը այս 2 տարի է էփում է։ Ինքը կոչվում է 7 պորտը։ 7 պապ-թոր հանդիպում են մի միջավայրում։ Լրիվ մեր մասին։ Տարբեր ժամանակների ու թե ինչա տեղ ունենում, ինքը էլ տրագիկոմեդիա է։ Շատ չեմ բացում։ Տիգրան, եւ ընտանիքի մասին խոսեցինք ու նաեւ ես տեսնում եմ սոցիալական մեդիայում ինչ ակտիվ աշխատանք է տանում, եթե չեմ կարծում ձեր աղջիկը։ Ինչ գրագետ աշխատանք է տանում, դուք պետք է որ շնորհակալ լինի թատրոնը իրեն, որովհետև գործի մեծ մասն է այսօր սոցմեդիայով հասնել մարդկանց։ Ես ամեն անգամ թերթելուց տեսնում եմ sold out, ասում եմ էլի տոմսերը սպառվել է իրենց։ Եվ եւս մեկ ենթակառուցվածք եք ստեղծել, տրանսպորտով հասնել ստեղ, այս ամեն ինչը էլի դուք եք կենտրոնը, ուղեղային կենտրոնը։ Բանը, սենց ասեմ, ինչ լինում է, անպայման դա իմ վատ բնավորությունն է, միջև ես տենց խառնում եմ, ինչը վերցես չգա, չի կարա լինի, եթե չլինի ես կհիվանդանամ, պետք է ես տեսնեմ իրան։ Բայց իրենք էլ փաստորեն կարողանում են անել, հա։ Ես փառք ես մեջ շնորհակալություն եմ ասում իմ ընտանիքին, իրանք շատ ժամանակ էդ իմ ասածը հետո բերում են, ցենց ավելի փաթեթավորված դնում են, ասում են դու լավ ասել ես, բայց այսքան բանը սխալ ես ասում։ Սա է ճիշտ, այդ քո ասածի մեջ ճիշտը սա է։ Շատ ես հելել, մի հատ չի սա է ճշմարտությունը։ Այսինքն ձեր հաջողությունների մի մասն էլ է, որ ընտանիքով եք։ Ցանկացած աշխատանք մենակ մարդը չի կարող անի։ Թիմային աշխատանքը, իսկ թիմային աշխատանքի մեջ թիմիդ անդամները, եթե քեզ չհավատան ու քո նման չլինեն, դառնան ուղղակի աշխատող գումարը տվել ես եկել են աշխատում, քեզ չեն հավատում, իրանցը չի դա։ Դու հաստատ նորից մենակ ես լինելու ու իրանք ցանկացած պահի հենց ուրիշ տեղ շահեկան բան եղավ, իրանք ասում են ստեսում մենք գնացինք, որովհետև այսինքն ֆիդային չեն լինելու գործի։ Հա, բայց կարող է ձեր ընտանիքի անդամը լինեին, բայց ձեր թիմը չլինեին, Դե ես դրա համար եմ ասում շնորհակալություն իրանց, որ իրանք հերիք չի իմ գաղափարակիցն են, իմ զինակիցներն, տակառակը ինձ մեջտեղի ճշուտ հանում են, հենց տենում են, որ ես մի քիչ շեղվում եմ։ Բերում են գցում են ռելսի վրա, ասում են պապ ջան, ոնց որ մի րոպե, սենց է իր, դու ասե, հիմա էդի պահի։ Իրան եւ կցանկանայի ձեր խորհուրդը նրանց, ովքեր ուզում են
գործ անել, ուզում են ռիսկի գնալ, իրենց նպատակի հետևից գնալ, ո՞րն է ամենակարևոր հատկությունը, որ պետք է ունենալ։ Իհարկե կարող եմ եզրակացնել ձեր ասածներից, բայց ավելի լավ է դուք ասեք։ Առաջինը երազել, չվախենալ երազելուց։ Անպայման իրականություն է դառնում ու հավատալ։ Սա մի քիչ ավելի գլոբալ ու անպագորգոր ասեցի, ու տեսնում ես հեռվում մի պատկեր, որը դու քո համար ամբողջականացրել ես եւ ուզում ես քոնը լինել, դու սկսում ես ճանապարհներ գտնել ոնց հասնես իրան։ Բայց եթե դու ասում ես դե լավ չի լինի ու մոռանում ես իրան, չես կարող։ Պետք է քո հորիզոնում միշտ կետ ունենաս, որը ձգտում լինի դու իրան հասնելու։ Մնացածը արդեն տեխնիկական է, թե ձգտումները ոնց է լինելու։ Եթե մարդ ուզում է լեռը բարձրանա, գնա այդ լեռան գագաթին գտնվող եկեղեցում աղոթի, ինչքան էլ տկար լինի, ինչքան էլ ոտերը ցավա, չորեքթաթ կբարձրանա, եթե ինքը ուզում անդե աղոթի։ Եթե ինքը ասի դե չէ գնամ մեր տան կողքը սարկած մատուռում կաղոթեմ, կարևորը աղոթելն է, դա չդառավ նպատակ էին եկեղեցում։ Մի քիչ sense գլոբալ ասեցի։ Բայց հասկանալի է։ Այսինքն պետք է ունենաս, տես ինքո համար դու ինչ ես ուզում, ով ես դու, ինչ ես անում, ինչ ես տալիս, որտեղից ես գալիս, ուր ես գնում։ Այնքան առաջարկներ ա եղել դրսերում աշխատելու, ապրելու։ Այս նույն բանը 100 մարդ ինձ առաջարկել, այկիկ լոսման ենք, գիտեք ինչ փող կառնենք, այնտեղ չկա բան, այ գին ունեմ, հող ունեմ, բան արին դա արա։ Ասում ստե անում եմ, գամ դե ինչ անեմ։ Կամ քո ամբողջ այստեղ շատ լավ է բանում, շատ լավ եմ զգում։ Ախր մի անգամ ասում եմ, հա, տեսել։ Հետո մտածում եմ, պատկերացրեք, ես զարթնեի ու մեկը բերեր ինձ այս ամեն ինչը պատրաստար, ասեր դու լավ ես մտածում, արկես սկսի, ինքան անհետաքրքիր կլիներ։ Եթե ես ճանապարհը անցած չլինեի, անարժեք կլիներ։ Հասնելու այդ բերկրանքը ուրիշ է։ Հա, անարժեք կլիներ։ Ինքը պետք է իրականում Եվ դուք չէիք լինի այն ինչ որ կաք։ Հա, պետք է հասնես էլի սենց դողաս ամեն մի բանի վրա։ Մեկ-մեկ սենց նայում եմ երեխեքին ասում եմ, նայում եք սենց ամեն մի շուռուբի, ամեն մի մետր Այն պրովոդը որ կա 5 սանտիմետր կապած է այն լարը, այդ 5 սանտիմետր դրա 1 կիլոն 5000 դրամ է, դա վերացել եմ հատը գալիս է 30 դրամ, ասում մի հատի վրա 30 դրամ, ամեն մեկը աշխատանք է, ասում եմ, դες ուր ես խորացել, ամեն ինչի գինը գիտեք այստեղ, ասում, բայց իրա մեջ կյանք կա դրած, եւ սա պետքա վերարտադրվի եւ սա իմը չի, ես հա լավ 10 տարի, 5 տարի, 20 տարի, ես ուզում եմ սա դառնա սերունդասերունդ, դա ուզել եմ ասում, ես վաղը միսօրը միշտ տարի պատրաստվում եմ գիժ երեխեք հավաքել, ռեժիսորներ, ասիստենտներ, սցենարիստներ, իրանց հետ աշխատանք դառնեմ, այս տեսակի մեջ հետևորդներ, բանը հետնորդներ լինեն, սորացն, որ սա չմեռնի։ Եվ ես ուզում եմ, երազում եմ, որ այ ինչ որ մարդիկ պատրաստ են ինձ օգնելու, օգնեն, որ հանրապետության ամեն մի մարզում, մի պատմամշակութային տարածքում միած sense այգի դնել, հանդարտ սարքել, եւ մենք sense պատտվենք, եւ ես համակարգեմ, ստեի ներկայացումը գնա այնտեղի տարածք այնտեղ, եւ այսքան տուրիստներ են գալու պահանջարկ կա, իմանան գնացին Տաուշի մարզ պատտվեցին, բայց մի հատ ներկայացում մակարավանքի մոտ տեղ կա, այնտեղ լինելու է, այնտեղից իշնեն, այնտեղ նայեն, հետո գան։ Եվ սա դառնա Սա հանդարտը ցանցային կարող է դառնալ։ Ցանցային մասին, ես բիզնեսի մասին չեմ ասում, ինքը երևույթի։ Ինքը դառնա աշխարհում մոդել ձև։ Եթե մենք ներկայանում ենք նաև տուրիստական երկիր, տուրիստական երկրները որոնք են, մենակ ուտելը չի։ Ու աման ասենք, ասում ենք մենք պատմամշակութային մեր կոթողները Քավլիցի, ես մեր պատմամշակութային կոթողները շատ սիրում եմ, մեր եկեղեցիները, բայց իրական որ նայում ես մի օր մի տուրիստ մոտեցավ ինձ ասեց, գիտեք ինչ ասեց, այստեղ բաներ եկել, հա հյուր եկել, բան ասեց, ես մի շաբաթ մենք գնում ենք մեր հայկական ձեր եկեղեցիները, ոնց որ նույն եկեղեցին տարբեր կիլոմետրերի վրա տեսնենք։ Առաջ անգամ ուրիշ բան տեսանք։ Այսինքն այդպեսին ենք եղել։ Բայց տուրիզմը միայն այդ տիպով չի, տուրիզմը մշակույթով է ներկայանալ պետք, տուրիզմը նոր ոլորտներով, նույն ուղղություններով, այսինքն մարդը գա եւ դու կարաս դառնաս։ Օրինակ ես հիմա 22-23 տարեկան էի, երբ որ մի ինչ որ բանով վարակվեցի, սկսեցի մեր հայկական ժողովրդական խաղեր, բակային ու ծիսական խաղերի հավաքագրմամբ զբաղվել եւ մոտ 1200 խաղ եմ հավաքագրել։ Ձեռագրով կա որ տպեմ մի ամբողջ հրատարակություն, իր կանոնադրությամբ, իր խաղիկներով, իր երգերով, իր ռեկվիզիտներով, շատ ունենք, ես այդքանն եմ կարածի հավաքագրեմ։ Տարբեր ժամանակ հեթանոս խաղերից, ծիսական, արցանի, մինչև անգամ թաղման խաղեր կան։
թաղմանտիսական խաղեր կան, սեղանի ինտելեկտուալ ես, եւ քանի անգամ, բայց դա պլանում է ու գտել եմ արդեն ընկերները, հիմա ես կվերջնականացնեմ, ովքեր պատրաստ են նրան հովանավորել եւ դա դարձնել համահայկական այ մրցույթը խաղը դա դառնա եւ դա գյուղից սկսվի 3 տարբեր բաների սերունդների հետո գա քաղաք հետո մարզ հետո գան ամբողջ աշխարհասփյուր այդ քարկտիկը 7 քարը հավալան չլիկ դաստան այս մի խաղը էմի խաղը որոնք մեկը ռազմական նշանակության մեկը ֆիզիկական նշանակության մեկը ինտելեկտուալ մեկը ժամանցի եւ այսպես դառնա ինքը մի ամիս ամբողջ հանրապետությունում զս ֆլեշ մոբ գնա փողոտաներով, բանով, փողոցներում սախ եւ դա դառնա նաեւ դրսի туриզմի համար հետաքրքիր մտնում են մի ամիս քաղաքում տարբեր որոնք ունեն բոլոր խաղերը ունեն իրաց նշանակությունը, իրանց կարեւորությունը որտեղից է առաջացել, իրանց մեկը պաշտպանողական խաղ է։ Բոլոր խաղերի մեջ կա մշակութային, պարը կա, երգը կա, հագուստը կա, տարազը կա, կենցաղը կա, սարքիլը կա, բան, այս սրանք բոլորը կապված բաներ են եղել, որոնք ժամանակաշրջանի ասելիքները ունեն։ Եւ ինքը դառնա այսպես մի հատ մեկ ամսվա փառատոն, չգիտեմ, սա դեռևս այդ երազանքի կետերից մեկն է, որ հավաքել եք արդեն։ Կարող է եւ այդքանը չի, բայց ուզում եմ ասեմ, դա ծնվել էր իմ մեջ, որ հավաքեցի ու հետո ինչի չանել այդ։ Վարդեվորի օրենք նշում գնում ենք, վարդեվարը հասկանում ենք միայն այդ ուտելը մի քանի ծագում ունի հեթանոսությունից եկել է մտել քրիստոնեություն ինքն իր արժի համակարգի մեջ բայց վարդեվարի խաղեր կան որոնք անենց գեղեցիկ են անենց հրաշալի են ջուր լցնելը չի մենակ այնտեղ ընտանիքի պաշտպանության աղջկա կնոջ պաշտպանության խաղեր կան հետարքիր բաներ կան սենց որտեղից եք դրանք հավաքել դրանք ո՞նց եք հայտնաբերել ազգային արխիվներից սկսած գյուղացիներին հանդիպելով տարբեր տարիքային բաներով այսպես հավաքագրել եմ եկե հավաքվել է այդ գրականություններ ունենք որոնք տենց տարբեր հոդվածները որտեղ որ պատմական հոդված ցենց հավաքագրել եմ չեմ հորինել ինչ կա ուղղակի հավաքագրել դարձել եմ մի ընդհանուր բան Տիգրան, ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել վերջին սերունդը լինել, ով լսել է Լևոն Ներսիսյանի դասախոսությունները, երևի թե վերջինն է շատ փոքր էի 16-17 տարեկան պատանի, ես հիշում եմ, որ լսարանում նույնիսկ պոլիտեխնիկից տարբեր բուհերից գալիս էին, հատակին էին նստում, որ Լևոն Ներսիսյանի լսեն։ Ես շատ լավ չէի հասկանում, հիմա հիշելով եմ որոշ բաներ ու լսելով հասկանում, ու մի խոսք էր ասում էր ես պիտի գնդակը նետեմ ու դուք ինձ հետ նետեք, որ ես նորից կարողանամ նետել։ Ճիշտ է, շատ խորի իմաստ բան էր, հիմա ես էլի կարող եմ ենթադրել, հա, դուք դա զգում եք։ Հա, շատ, դա է պահում ինձ։ Որոպեն զգամ գնդակը չի գալի կթողեմ։ Ես շատ արագ կարող եմ թողել գնալ ուրիշ բաների։ Բիզնես առումով ասեմ, ի՞նչ է բիզնեսը։ Ինչ որ մի բան ստեղծել, վաճառել։ Թատրոնն էլ ներկայացնել ստեղծում ես, եթե դու տոմս ես առնում, ուրեմն վաճառում ես։ Նկարն է, նկարը նկարում է, վաճառում է, բիզնես է։ Իսկ այդ վաճառքը ապահովում է միջոց, որ դու քո կենցաղավարությունն ապահովես, մյուսը։ Տարբեր միջոցներ կարելի անել։ Հիմա այդ միջոցներից մի որոշ բաներ դու հաշտես, քոննակ սրտին կպած է, բաներ կա որ հաշտես, սրտին կպաշտի, բայց դու կենցաղավարություն ապահովելու համար անում ես այդ բիզնեսը։ Հիմա SM վիճակն է, որտեղ ես իմ սրտին կպած է այս հատերական բիզնեսը։ Բայց երբ որ էմոցիան, իմ հավաքական զգացմունքները, իմ հավաքական միտքը, որը սցենարի միջոցով, դերասանի միջոցով, վերարտադրվում է ներկայացման միջոցով գնում է դեպի հանդիսատեսը ու հանդիսատեսի կողմից հետ չի վերադառնում, ուրեմն աննպատակ եմ անում։ Ուրեմն կգնամ գաթա կթխեմ, կծախեմ, կուտենք ասեն համովա հետ վերադարձավ։ Փաստորեն հանդիսատեսը դասական խոսքի կարիք ուներ եւ նաեւ միքսելով մեր ներկայի խնդիրների հետ։ Մենք հրաշալի հանդիսատես ունենք։ Ուղղակի մենք հանդիսատեսի հետ անկեղծ։ Գիտեք ինչ, այնքան մեկ-մեկ տեսնում եմ իմ ընկերները մեր թատրոններում կամ տեղ ներկայացումներ են անում ինքնաբավ։ Ինչ որ բաներ, չգիտեմ, բեմի վրա թեմայա, ինչ որ արտասամանյան դրամատուրգիա, թեկուզ կլասիկ, ինչ որ գալիս են դերասաններ, ինչ որ բաներ են անում, կատորներ են փտտվում, ծուխեր ու քամիներ են, էկրաններ են, պարողներ են, ամեն ինչ կա բացի դերասանից ու դրամատուրգիայից ու հանդիսատեսի ինչ էր ուզում ասել, լավ, հետո ինչ եղավ։
Սա սուտ է, ոչ մի բան մի արա, բայց մի հատ բան ասա, որ դու հենց հիմա մտնես այդ հանդիսատեսի երակի մեջ, այդ իր արունով գնաս իր սիրտը, սկսես իր հետ խոսալ, հետո ինքը վերջում ասի, «Արա դե լավ զրույց արեցինք էլ իրար հետ բեմից ես դու լավ այդ զրույցը տեղի ունեցավ»։ Ես քո ասած այդ համաձայն էի, որոշակի տեղ համաձայն չէի, դու տենց բան, բայց տեղի ունեցավ այդ։ Այո։ Բայց եթե որ կոնտակտը չկա, նայում է բան, հա ինչ լավ էին թռնում բեմի վրա աղջիկները, տղաները, բանը, ծուխը, բանը, լույսը, չգիտեմ ինչը, սենց բան, երտակի բան, ինչ որ բան, շատ խորը, շատ տենց մտքեր բան, մենք Մակերեսային է տեքստը, կամ չգիտեմ։ Ես Մակերեսային ուղիղ տեքստեր չեմ սիրում, բայց շատ խորքային, դու հասկանաս քո հանդիսատեսով է։ Դու այդ զրույց ունենաս։ Եթե ես կռիվ եմ անում մեկ-մեկ, ես բաց ասում եմ մեր եկեղեցականների, մեր հոգևորականների, եկեղեցու քահանաների բանը շատ ազնիվ ընկերական կռիվ եմ արել։ Գիտեք որն է խնդրեմը ձեր։ Խեն աղանդները այսքան շատացե։ Այ մարդ ասում եմ խոսեք հայերեն խոսացեք։ Գրափարը հանա մենա չենք հասկանում։ Ես օրական մականացու 8-րդ դասանի կրթությամբ քո աղոթքը չեմ հասկանում, քո պատարակը չեմ հասկանում, եղբայրից ես չեմ կարող գամ այդքան կրթվեմ, որ հասկանամ նորմալ խոսա, բացատրի Աստծո խոսքը, հասկանամ, կապվեմ քո հետ։ Այն աղանդավորը գալ դուրս ծեցում է օծի լեզվով նենց է բացատրում, ոգևորվում գնում եմ նրա հետևից։ Հիմա այս նույն բանը է թատրոնի լեզուն է։ Ես եթե այն լեզվով չխոսամ, որ այդ հանդիսատեսը հասկանում է, ես դուրս կգամ, ես ինձ համար եմ անում։ Երկու հատ փառատոնի պտիշկա կանեմ, պատվոգից կստանամ, օй սենց, ու կվերջանա։ Դրա համար գալիս են հանդիսատեսը, որովհետև դրա համար ասեցի, անկեղծ եմ խոսում։ Հասկացա։ Եվ ժանրի կանոնները պահելու համար Տիգրան 3 բլից հարց։ Վերջին գիրքը, որ կարդացել եք կամ խորհուրդ կտալք կարդալ մեզ լսողներին։ Հասկանում եմ, որ թերթում եք դասականներին, վերընթերցում եք, վերարժևորում եք։ Վերջի գիրքը, որ կարդացել եմ, անկեղծ որ ասեմ, դա նորից եղել է Աստվածաշունչը։ Շատ եմ կարդացել, բայց անդադրա կարիք ունեմ։ Գիտեք, բանը, բոլոր փիլիսոփայությունների փիլիսոփայությունն է այնտեղ։ Բոլոր հարցերի պատասխանները եւ չպատասխաններն է այնտեղ, որոնցից դու կոդավորում ես, հետո հասկանում ես։ Բոլոր կրոնների մասին կա, որտեղ անդադ երբ որ զգում եմ մի բան պակասում է, դիմում եմ ու ոչ թե հավատացյալի կամ բանի արժեքների համաձայն եմ դիմում, այլ դիմում եմ ինքնակրթվելու, որտեղ այնտեղ լիքը բան կա, աղբյուրներ կա, փակ դռներ կա, որտեղ մեկ հետո մեզ դու դրան չես հանդիպել, սկսում ես դրա հետևից գնալ, ինքը ստիպում է, որ դու ուրիշ գրականությունների հետևից գնաս, ուրիշ պատմությունների, ուրիշ պատմական արտակների, ժամանակաշրջանների, որտեղ լիքը կոդեր կան, որտեղ սկսում ես ինքնա բացահայտվել նորից, ինքնաճանաչում է նորից, իդենտիֆիկացիա, չէ՞։ Հաջորդ հարցը վայր Հայաստանը, որ ամենաշատն եք սիրում։ Առանձնացված վայր չունեմ, բոլոր հայերը յուրաքանչյուր քառակուսի մետրը սիրում եմ ու որ տենց ես առանձնացնեմ ես, եթե մի քիչ էգոիստ գտնեմ ես։ Այդ արդեն ինքնին հասկանալի էր։ Դե դարել է բան։ Եվ հասանք վերջին հարցին, որը նաև իմ ոդկասթի խորագիրն է, ընտրելով Հայաստանը։ Իհարկե խոսքը մեր ընտրության մասին է։ Ինչու եք ընտրում Հայաստանը։ Ինչու որոշեցիք մնալ ու արարել Հայաստանում, դուք ինքներդ եք ասում առաջարկներ ունեք շատ, հաստատ շատ ավելի գայթակղիչ։ Հիմա ես որ ասեմ կարող էլի անպագորգոր լինի, բա լավ ում տան մեջ գնամ հաստատվեմ։ Ես այդտեղ ինձ ապահով եմ զգում, տան մեջ եմ, ես հայերեն եմ խոսում, ինչ ճանաչում են, իմ համար լիքը դռներ բաց են որպես մարդ, քաղաքացի, ես օտար չեմ, ես հանրության, մարդկանց, ժողովրդի հետ երկխոսության մեջ եմ, ես ինձ այդտեղ պիտանի եմ զգում, ես ինձ դեռ կարում եմ, ես ինձ այդտեղ սպառեմ, ես այդտեղ ինձ չեմ զգում գործիք, ես որևէ երկիր գնամ, այդ տվյալ հասարակության առնվազն գործիքն եմ դառնալու։ Բայց դա դժվար չի։ Ինչը։ Գուցե ամեն ինչը այդ երկում ավելի հեշտ հասնեիք։ Ով ասեց, որ այնտեղ հեշտ։ Հեշտ ոչ չի։ Գնացողների ինչի են շատ։ Գնացողները այնտեղ հեշտ է ամեն ինչին հասնելը։ Այստեղ շատ դժվար։ Ուրեմն այնտեղ հեշտ է խարդախություն անելը։ Ես շատ եմ պատտվել։ Հեշտ հասնելու ոչ մի բան չկա։ Նայած թե դու որ ճանապարհն ես ընտրում։ Եթե ամենադժվարին բանը սիրով ես անում, էլի հեշտ է թվում։ Ամենահեշտ բանը դժվարության բանը դժվար է թվելու։ Ինչ ես ուզում։ Գիտեք, մենք ունենք մի խնդիր, ես իմ ներկայացումների մեջ դնում եմ դա եւ նորից ավելի եմ ընդգծելու։ Մենք մեր տեսակը
ցավոք եմ ասում, մեր ազգի տեսակը չկողմնորոշված ճանապարհ, ճանապարհ քարտեզավորված իր կյանքի ճանապարհը, ինքը ինչա ուզում, ու ինքը տենց ապրում է երկար տարիներ, ինքը տենց ամուսնանում է, ինքը տենց երեխեք է ունենում, ինքը տենց դաստիարակում է, ու ինքը հələ դեռ չի հասկացել ինքը ով է, ինչ ռեսուրսի կրող է, ինքը ինչ գնահատական ունի իր հանդեպ, ինքը իրանից ինչա ներկայացնում, ինչքան կարա։ Այս մարդը կարա ընդամենը իր ինքը անկեղծ լինի, նստի ինքնի հետ գնահատի, որ ես այն մարդ, այս նստարանից ավել բան չեմ կարա սարքիմ։ Դե ուրեմն ես նստարան ամենալավը սարքիմ ու ես դառնամ դրա մեջ։ Իրանք իրենց հետ անկեղծ խոսալու, թե իրանք ինչ կարան անեն։ Սա չեն գնահատում ու անընդհատ բողոքում են, այս չկա, ինչ կա, գնանք ուրիշ տեղ գնա։ Հետո գնում են դառնում են մեկ ուրիշի համար գործիք, մեկի համար ասֆալտի բա, մեկի համար տրակտորի վարորդ, մեկի համար, չգիտեմ, բանկից փող գողացող կներեք, մեկի համար շորից խանութի չոր գողացող, մեկի համար, չգիտեմ, ինչ, մեկն էլ նորից նույն հասկացա։ Դու պետք է հասկանաս, թե դու ով ես։ Եկանք հասանք Կոստան Զարյանին, Նավելեռան վրա 100 տարի առաջ։ Շնորհակալ եմ Տիգրան, թող այս հանդարտությունը այստեղից տարածվի Հայաստանով մեկ, արտը գնա մյուս հանդերին էլ հասնի ու հանդարտը շատ լինի։ Շնորհակալ եմ ձեզ։ Հաջողություն։ Շնորհակալ եմ։